Դեր Հիսուսյանով գողջունեմ ձեզ, սիրելիներ, Քրիստոսով եղբայրներ, քույրեր, փառք կուտանք, որ Տերոջը կպատկանենք, անոր փառախի մեջ կգտնվենք, իր խոսքով մեր հոգին կսնուցանենք, առողջ կբահենք մեր հավատքը եւ գաբրինք մեր փրկին համար, որ մեզ գանչած է։ Փառք կուտանք իրապես իր խոսքին համար, Սուրբ Հոգու բնակության համար, որ մեր սրտերու մեջ կբնակի եւ մեզ կառաջնորդի։ Աստծո շնորհքով պիտի շարունակենք Թեսաղոնիկեցված, առաջին Թեսաղոնիկեցված նամակին սերտողությունը, մեկնությունը, բացատրությունը ինչ որ է մեր հոգեվոր շինության համար, այո, մարդմյան հացով չաբրիր, հաբա Աստծո խոսքով։ Ուրեմն անցյալ ուրբաթ գարտացինք 12-13 համարները եւ հոն տեսանք թե առաքյալը գխոսի զանազան թելադրություններ գուտա եւ գսե ջանչնակ ծեր վերագացուները դերոճմով եւ մեծապես պատվեցեք սիրով իրենց կորձին համար։ Ուրեմն որովհետեւ եկեղեցի մեջ կորձելը թյուրին կորձը չէ, թե պաշտոնյաներուն, աստծոծարաներուն եւ թե ընդհանուր եկեղեցին հավատացյալներուն համար առաքյալը չափանիշեր դված է, որբեսի ծայրահեղ վիճակներու չմատնվենք եւ հոդին դերն ու դիրականը չդառնանք, որտեւ գարկ մարդիկ գխորին, որ քանի որ իրենց դրված է Աստծո կողմէ հատուկ բարգևներ, ուրեմն հոդին սեփականադերը կնկատեն իրենք զիրենք եւ փոխանակ հոդին օրինակը լալու գիշխեն հոդին եւ գդիրաբեդեն հոդին եւ այսպեսով գթարնան բռնագալներ, այնպես որ որբեսի այդ ծուղակի մեջ չինան աստծոծարաները, առաքյալը չափանիշեր դված է։ Ուրեմն առաքյալը շատ լավ գիտեր, քաչ գիտեր հավատացյալներու շինության համար աշխատելու թյուրին չէ եւ ճիշտ այս պատճառով թե ծառայողներուն համար չափանիշ կուտա եւ թե ծառայությունը ընդունողներուն համար չափանիշ կուտա։ Առաջիններուն համար հետեւյալ չափանիշը դված է առաջին Տիմոթեոս 3-րդ գլուխ 1-4 համարները գսե։ Այս խոսքը հավատարիմ է, եթե մեկը եպիսկոպոսության գցանգա, աղեք կորձի գցանգա, ուստի պետք է եպիսկոպոսին անարադը լալ, մեկ կնոջ այր, զգաստ, խոհեմ, բարգեշտ, հյուրասեր, սորվեցնելու հարմար, ոչ քինեմոլ, ոչ զարնող, հաբահանթարդ, ոչ գրվող, ոչ արձատասեր, որ իր դան աղեք վերագացությունով ընող ըլլա, այնպես որ եւ գսե իր զավակները հնազանդության մեջ բայելով փոլոր ձանրափարոյությամբ։ Պետրոս առաքյալ եւս չափանիշ կուտա գսե, եթե գարտանք առաջին Պետրոսի նամակը, առաջին Պետրոս, եթե գարտանք 5-րդ գլուխին 1-3 համարները գսե, Ձեր մեջ եղող երեցներուն գաղաչեմ, ես ալ անոց պես երեց ըլլալովս ու Քրիստոսի չարչարանքներուն վգա եւ հայտնվելու հանդերձյալ փառքին մասնակից Աստուծո հոդը, որ ձեր մեջ է, արածեցեք վերագացու ըլլալով, ոչ թե ագամա հաբագամավ, ոչ թե անարգ շահախնդրությամբ, հաբա հոժարությամբ, ոչ թե վիճակներուն վրա դիրելով, հաբա հոդին օրինակ ըլլալով։ Գտեսնեք, օրինակ պետք է դառնանք։ Եվ այս է Աստուծո ծառաներուն դրված չափանիշը։ Հոդին օրինակ դառնալ, հոդը արածել եւ ոչ թե հոդին վրա իշխել եւ որպես թե ինք սեփականադերն է։ Իսկ ծառայությունը ծառայողներ հարկելու են հիշյալ չափանիշը, անոնք որոնք կծառայեն Տերոջը, առաքյալին տված չափանիշը պետք է
լուրջի առնեն եւ հարկեն, ինչպես որ ուրիշներեն գբահանչեն, որ իրենց հնազանդին համարներ կան, ճիշտ այնպես էլ Աստված գագնգալ է ծառայողներեն, որ հարկեն այս չափանիշը, օրինակ դառնան հեզությամբ, ոչ թե փարգանան, ոչ թե գրվող լան, հաբահանտար դլան, օրինագելի լան։ Իսկ ծառայությունը վայելողներուն եւս չափանիշ տված է Աստծո խոսքի մեջ դրված է եւ գագնգալվի անոնցմե, որ հարկեն այդ չափանիշը։ Եբրայեցիս 10-րդ գլուխին 17-րդ համարի մեջ կսե. Ձեր առաջնորդներուն մտի գրեք ու անոնց հնազանդ կեցեք, վասնզի անոնք ձեր հոգիներուն համար գհսկեն, որբես թե հաշիվ պիտի տան, որբեսի խնդությունով ընեն այն գործը եւ ոչ թե հարաչելով, վասնզի այն ցեզի օգտակար չէ։ Եվ նաեւ առաջին Կորինթացոց 16-րդ գլուխին 16-րդ համարի մեջ հոն առաքյալը գսե, ուրեմն առաջին Կորինթացիս 16 գսե, որ հնազանդ ըլլակ այնպեսիներուն եւ ամենուն, որ մեզի հետ մեկտեղ գկործեն ու գաշխատին։ Եթե 15-րդ համարեն գարտամ հստակ կլա, գսե, գաղաչեմ ցեզի եղբայրներ, գիտեք դուք Ստեփանեսի ընտանիքը, թե Աքայայի առաջին բդուղն է, ու անցերնին սուրբերուն սպասավորությանը նվիրեցին, որ հնազանդ թլակ այնպեսիներուն եւ ամենուն, որ մեզի հետ մեկտեղ գկործեն ու գաշխատին։ Առաքյալը գսե, իրենց կործին համար, եթե գարտանք Թեսաղոնիկեցոց 13-րդ գլուխին մեջ գսե 10-րդ համար, եւ զանոնք մեծապես պատվեցեք սիրով իրենց կործին համար։ Այնպես որ այսինքն իրենց կործին համար, որբեսի հոգևոր կործը չդուժե, պետք է հնազանդինք, երբ անոնք գողոքնին գկործեն հավատացյալներու մեջ, ուրեմն անոր սիրուն հնազանդեցեք։ Աստված կգանչե մշակները կպատրաստե զանոնք եւ կոշտե որոշ բարգևներով, ինչպես որ ինք կգամենա ու կղրգե սիրենք կործելու հավատացյալներուն մեջ։ Հավատացյալներ պետք է ճանչնան ու հասկանան, որ անոնք իրենց հոգևոր բարօրության համար կաշխատին ու կքնահատեն զանոնք, գիտակցելով, որ այս բանը դերոճմեն է։ Կարևոր ճշմարտություն բգա մեր շոշափած նյութին շուրջ զորս լավ ըմբռնելու ենք։ Հարցը հոգևոր պաշտոնյային անձին հետ չէ։ Հարցը այն հոգևոր միտքն է, զորս ունենալու են թե ծառայողը եւ թե ծառայություն վայելողը։ Ծառայողը պետք է բարձենա Աստուծո ժողովրդով, իրեն համար առանձնաշնոր նկատելու է, որ գծարայե Աստծո ժողովրդին համար, ինչպես նախաբես ըսավ երկրորդ գլուխին 19-րդ համարի մեջ, հոնգսե, քանզի ով է մեր հույսը կամ բսակը, եթե ոչ դուք, մեր Տեր Հիսուս Քրիստոսի առջև անոր քալու ադենը։ Աստուծո ժողովուրդն ալ իրեն ծառայողը դերոջը պաշտոնյային համար շնորհակալություն հայտնեն ու փառք տան, որ Աստված ուրեմն բարգևներով օժտված ծառաներ ղրգած է իրենց։ Ուրեմն շնորհակալություն հայտնելու են, քնահատելու են։ Առաքյալը գիտնալով, որ սատանան մասնակետ է Աստծո ժողովրդի մեջ խռովություններ ստեղծելու, որու հետևանքով բաժանումներ տեղի կունենան, գսե իրարու հետ խաղաղություն ունեցեք։ Այդպես կարդացինք 10-րդ համարի մեջ, եւ զանոնք մեծապես պատվեցեք սիրով իրենց կործին համար եւ յետքը գսե իրարու հետ խաղաղություն ունեցեք։ Եկեղեցիներու մեջ դիրող խաղաղությունը թուրսինները գհրաբուրե, իսկ խռովությունները գքայթագեցնե
ու ներսիններնալ թուրս գհանե եւ զանոնք աստուծմե գեհերացնեն որքան ըսկուշլալու ենք սիրելներ որբեսի աստուծո անունը չհայոյվի խաղաղությունը շատ կարևոր է եկեղեցի մեջ սակայն խաղաղություն ըլլալու համար թե ծառայողներ թե ծառայություն վայելողներ Քրիստոսի միտքը ունենալու են իրենց չափը սահման անցնելու չեն եւ այսպեսով Սուրբ Հոգին կգործե եւ եկեղեցին համերաշխության եւ սիրո մեջ կբայ խաղաղության մեջ կբայ բայց դժբախտաբար ինչպես էսի գարկ մարդիկ կուզեն իրենց տեսագետը բնթել եւ խաղաղությունը գխանքարվի խորելով որ իր մտածածը եւ տեսագետը ճիշտ է թիմացինը սխալ է ուստի ստիպված է իր տեսագետը ընդունելու եւ ասիգա լավ փնավորություն բչե հավատացյալին համար եթե միշտ բնթող է պետք է աղոթքով աստծո շնորհք խնդրե որ իրեն իմաստություն տա եւ իմաստությամբ վարվի եկեղեցի մեջ եկեղեցին խաղաղություն ամեն բանը վեր պետք է նկատվի ինչպես էսի թուրսինները եկեղեցի մեջ խաղաղությունը տեսնելով պիտի հրաբուրվին բայց եթե գուքան ըսի ըսավներ կան խումբերու բաժնված է ինչպես մեկու հարցուցի ինչու եկեղեցի չես հաջախեր գիտեմ որ եկեղեցին կհաջախե պատասխանեց ըսավ ինչ ընեմ երթամ գրիվներ թիդեմ մեկը մույսին չխոսիր հետ չխոսիր մեկը մույսին չսիրեր երթամ ինչ ընեմ ավելի նեղություն գուքա վրաս պատասխանեց այնպես որ ճիշտ է որ ինքանցավոր է բեք չէ նայի այդպեսիներուն բայց մույս կողմեն հավատացյալ եմ ըսողներ պետք է հեզլան եւ իրարու հետ կորձակցող ըլլան եւ իրենց եսին քերին բեք չէ դառնան մանավանդ երբ եկեղեցի մեջ բաշտոններ գվարեն թող ասված իմաստություն դա բոլորիս աղոթենք տեղական եկեղեցիներուն համար որ անոնք խաղաղության մեջ լան եւ այս վերջին օրերու մեջ շատեր Հիսուսի դառնան եկեղեցիներու մեջ դիրող խաղաղություն եւ սերը դեսնելով թող ասված օրհնե ցեզի եւ ըրակ ըլլակ իրմով ուրախ եւ ծեր ցանկերը դառնան ընդիր անոթներու օրինագելի ցանկեր ապրելով երրորդությունը փառավորելու իր բարքին համար ամեն